Ողջույն, 24-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս ռեպեր Արշոն է։ Մարդ, ում հետ նոր եմ ծանոթացել, բայց արդեն մտերմություն է ձևավորվել, մարդ, ով խոստացել է հենց այս երեկո բացահայտել իր կյանքի գաղտնիքներն ու խոսել միմիայն անկեղծությամբ։ Բարի երեկո։ Բարի երեկո, Ասատուր ջան։ Շնորհակալ եմ, որ այս երեկո հենց իմ տաղավարում ես։ Փոխադարձ ես եմ շնորհակալ։ Խոսելու ենք մի ժանրից, որից ես այդքան էլ տեղեկացված չեմ, բայց ունի հասարակության լայն զանգվածների սերը, համակրանքը, տարածվածությունը։ Խոսելու ենք տարբեր թեմաներից, քո շուրջ տիրող իրավիճակից եւ առհասարակ Հայաստանում այդ ժանրը կամ ոլորտը, մշտապես ոլորտի մարդիկ ռեփ կարդացող, հա, ես մշտապես ասում եմ երկող, ինձ ուղում են, ասում են մենք չենք երգում, մենք կարդում ենք, ինձ համար երգել։ Հիմա երգում են։ Հա, ինչ զարգացվածություն ունի ռեփը Հայաստանում։ Միջին մակարդակի։ Կան լավ արտիստներ, ցավոտ որ կան լավ արտիստներ, որոնք պոպուլյար չեն այդքան, որ լայն լսարան ունենան, որ իրաց մասին իմանան։ Շատ ցանկալի կլներ, որ մարդիկ ավելի շատ այդ մարդկանցով տաղանդ ունի, ասենք եթե սովորած մարդիկ կան օրինակ, չէ, գնում են, սովորում են, տարիներ են տրամադրում երաժշտությանը ու կարող է մեկը գա մի հատ անկապ բանանի, ուղղակի շատ դիտում լինի, ինքը դառնա այդ բանը պոպուլյար։ Դե բոլոր ոլորտներում է այդպես։ Իսկ այն տաղանդավորը ինքը կարա աշխատի, հասկանա որ չի ստացվում, ինքը կարա երկրից օրինակ գնա։ Ու լինում է նաև դեպքեր, որ երկրից գնում են լավ առաջ են եթում, հետո տենց հետ են գալիս տեղ էլի։ Լավ, նայ, դու մարդ ես, ով արդեն երկար տարիներ ռեպում է։ 14 տարի։ Արդյոք մենք կարող ենք հայկական ռեպը համեմատել միջազգային շուկայում գործունեություն ծավալող ռեպ արտիստների մատուցած արվեստի հետ։ Ունի ինչ որ նույնություն կամ գոնե շփման եզրեր։ Շատ կուզեի ասեի հա, բայց չէ։ Բա ինչ են անում, էս ինչ է, էսի ռեպա։ Ամեն մեկի պատկերացմամբ տարբեր է։ Դեմ որ ասում եմ ճաշակին ընկեր չկա, իմ ճաշակը հիմիկվա ռեպից տարբեր է, էլի։ Ես մի քիչ ուրիշ, այսինքն ես ռեպը հասկանում եմ միտք, որ պետք է արտահայտես։ Ուղղակի դու այնա որ ռեպում կարաս ազատ արտահայտվես ավելի, քան էստրադայում, այդ ժանրերում։ Լավ, դու լսում ես Eminem Tupac։ Իհարկե։ Լսում ես վնասակար։ Ոչ։ Հիմա այդ 3 անունները որ տվեցի, առաջին երկուսը երրորդի հետ ինչ առնչություն ունի, ինչ նույնություն ունի։ Այսօր Հայաստանում գործող, գործունեություն ծավալող ու զանգվածներ ունեցող խումբ է, չէ՞։ Հիմա դա ռեպ է։ Նու ռեպը տարբեր ճյուղեր ունի, էլի, ինքը կա ռեպ, կարա սիրային ռեպ անես, կարաս խուժան ռեպ անես, այսինքն այդ մարդիկ երգել են իրանց պատկերացմամբ ռեպը ու դա սիրվել է, այսինքն պետք է հաշվի նստեցնել այդ որ դա սիրվել է, այսինքն լիքը մարդա սիրում է, լիքը մարդ լսում է, էլի այդ ճաշակին ընկեր չկան մոտիկանում։ Բայց լիքը մարդ էլ այսօր հայտնի բլոգեր կար հեռավոր ափերում, որ հայհոյում էր, անընդհատ նայում էին, բայց արդյոք պետք է բոլորս տենց խոսանք, որ մեզ նայեն։ Դե գիտես ոնց է, այսինքն իրանք միտք են արտահայտում, որը մարդու սրտով է, չէ՞, այսինքն բայց դու արվեստ ես ներկայացնում, արդյոք դու պիտի իջնես այն մակարդակին, որ հասարակության ուզածը տաս ինչա քեզ իրեն, թե դու պիտի պատասխանատվություն ունենաս, որ նաև սերունդ կրթես, հա։ Այդտեղ մի հատ երկրորդ տարբերակն էլ կա, հնարավոր է նաև իրանք արել են ինչ իրանք են ուզում, ուղղակի ժողովուրդը սիրվել է իրան, ժողովուրդը սիրել է իրանց, էլի տենց, այսինքն իրանք արել են ինչ ուզում են, ոչ թե արել են ժողովրդի համար, բայց ժողովուրդը սիրել է ու ոնց որ այն որ sense մեր խոսքով ասեմ կպել է, եղել է, всё։ Հա, ճիշտ բան, հիմա իրանք ասենք Բորյային վնասին ժամանակին ճանաչել ենք շփում ա եղել, ինքը լավ տղա է շատ ու բան տաղանդ ունի իր մեջ նաև շատ։ Ես չեմ մեղադրում իրենց, ոչինչ չունեմ իրենց դեմ, բայց ես չեմ լսի։ Ես վերջի ինչքան բաներ նայել եմ, ինքը դաժե կոմերցիոն գծի էլ է գնում էլ, արդեն էս ցիվիլ բան, ինքը դե իմ իմանալով այդ վնասակար խումբը էլ չկա։ Այդ դուետ էր, հիմա չկա, առանձին, բայց տղեկ իրանցն են անում, հիմա եթե ուրիշ մարդ գա ուրիշ բան թող առաջարկի, այսինքն պետք է առաջարկ ունենաս, էլի ռուսերեն խոսք ասում կրիտիկуешь, предлагай։ Եթե դու
առաջարկ ունես ուրիշ, որը կարա հետաքրքրի մարդուն, դու պետք է անես, այսինքն դու պետք է միշտ զբաղվես այդ գործով։ Եթե օրինակ նայ, ես իմ ժամանակը չեմ կարող շատ արդեն տրամադրեմ երաժշտությանը, բայց դա պահանջում է ժամանակ։ Դու պետք է կլանվես դրա մեջ այդ անելուց, էլի։ Այդ դաթարների սա դրա պատճառով ա եղել, որովհետև ես միշտ գիտակցել եմ, որ պետք է կլանվես, եթե անում ես մի բանը, որ լավ լինի, էլի, այսինքն տարբերվես դու ուրիշներից։ Երբ ուսումնասիրում էի քո գործունեությունը, տեսա, որ կարելի ասել պատանի տարիքից ես սկսել, հա, 15 տարեկանից, ու ռեփն ունենալով իր կանոնները, որը, չգիտես ինչի, իր մեջ պահանջում է, որ պիտի լինի հայհոյանք։ Լավ, դու 15 տարեկան էիր, 14 տարեկան էիր, բնականաբար յուրաքանչյուրիս մոտ էլ կա այդ հայտնի լինելու գայթակղությունը։ Այդ հայտնի լինելու գայթակղությանը զուգահեռ եկավ մի շրջան, որ դու մտածես, լավ, ես ինչ եմ անում, ասենք ոնց կարամ ես հայհոյեմ, իմ հետևը տեսահոլովակում աղջիկներ պարեն, հասարակությունն էլ լսի ու կա մի հատ էլ հասարակության տեսակ, որ բառիս ամենաուղիղ իմաստով աստվածացնի, ասի ջան, ինչ լավ էր, հələ ոնց է իր խոսքի մեջ հայհոյում, դու չես մտածում, որ փչացնում ես այդ սերնդին։ Դե հենց այդ իմ ասածը, որ մի քիչ առաջ ասում էի, այդ ժողովրդի սերը քեզի այդ պահին տանում է նրան, որ ուրեմն դու ճիշտ ես անում։ Եթե դա լայն ընդունում ես, կտրվում ես իրականությունից։ հա, այսինքն դու էլ չես խորանում, դա լավ էր, թե վա դու անում ես, տենում ես, քեզի շատ են սիրում, քեզի լսում են, տարբեր տեղերից քեզ կանչում են, դու արդեն պոպուլյար մարդ ես, արդեն դու տարվում ես դրանով, այսինքն դու համարում ես այն ինչը դու անում ես, դա ճիշտ է, որովհետև աշխատում է դա։ Իսկ ինչ աշխատում է, խի փոխես։ Ինքը խոդի է, էլի, всё։ Դրա համար բան կա, այդ ժամանակահատվածում, հա, բայց ես իմ մեջ գիտակցում միշտ ունեցել եմ, որ մաքսիմումն հենց անեմ քիչ վատը քարոզանեմ, էլի, որտեվ մի հոգի կլսի 10 թե 20, կարա ինչ-որ բան փոխի իր մեջ։ Չնայած միշտ ասում եմ, որ մարդը ինքն է որոշում, ինքը ինչ անի, չի կարա ինչ-որ մեկի ուղղությամբ անի, բայց կարա տարիքային ինչ-որ պահեր լինի, որ ինքը հələ չգիտակցի լիովին։ Մեր ժամանակ մենք որ անում էինք, չկար այսենց որ հիմա ամեն ինչ կարաս շուտ տարածես, շատ շուտ կարաս գովազդես։ Այդ ժամանակ կար մի հատ Facebook, մի հատ YouTube, հիմա կա TikTok, Instagram, Facebook արդեն կոմի պլանա, հա։ YouTube-ն էլ որ ոնց որ կա գցում ես, դառնա երկեր գցելու տեղը, տենց բայց տարածվում է մնացած կետերում։ Այն ժամանակ ամեն ինչ մի քիչ ավելի քաղցր էր թվում, նու իմ կարծիքով։ Իսկ հիմա հայկական ռեփ ես չեմ լսում, բայց լիքը մարդ լսում է, շատ մարդիկ։ Ես ասենք լսում եմ Միշո, բայց գլոբալ որ ասեն հայկական ռեփ ես լսում, թե Արտասաբանյան, դաժե ռուսական արդեն, այս վերջում մարդիկ են, էլի տաղանդավոր, նույնպես Ռուսաստան կազախներ կան, շատ տաղանդավոր ռեփ են անում։ Ու տես իրանց աշխատանքը, հիմա իրանք Ռուսաստանում են անում, կազախ են, չէ՞, բայց իրանց աշխատանքը այնքան են անում, գնահատվում է, դառնում են համարում եք պոպուլյար դեմքեր, օրինակ Սկրիպտանիտ։ Տես դու ասպարեզ մտար ու ավելի հայտնի դարձար, չասեմ ասպարեզ մտար դուետով Միշոյի հետ, որից հետո երբ ուսումնասիրում էի էլի, չգտա այլևս որևէ համագործակցություն, ասեմ ավելին, քո YouTube-յան ալիքում չգտա քո եւ Միշոյի դուետը։ Ինչու՞։ Ինչ որ Սև կատու է անցել Արշոյի ու Միշոյի միջև։ Չէ, իմը Միշոյի գործը իրանց ալիքում է, հայ թիմի ալիքում է գծված։ Այդ ժամանակ 15 տարեկանում ու սենց ասած երեխա իմ համար այդ համ շատ սենց ուրախալի փաստ էր Միշոյի դուետը, բայց նաև շատ պատասխանատու։ Այսինքն ես գիտակցում ունեի ինչա լինելու դրանից հետո։ Իսկ ամեն ինչ փոխվելու է, դառնա ուրիշ ձև։ Պլյուս սենց մի հատ բան կա, այդ ժամանակվա Միշոն բոլորը ուզում էին իր հետ համագործակցեն, ես 15 տարեկան երեխա, կոպիտ ասած, ինքը հավատաց։ Մենք իրար շփումների ժամանակ այդ վախտել, ինքը ասաց, որ հավատում է իմ ուժերին։ Այդ ինձի ստիմուլ էր տալի, մուսա կար, որ պետքա անես ուրեմն, պետքա ավելի լավացնես, կար ժամանակ ես ամաչում էի, կաբինկա մտնելուց շատ մարդեր որ լինում, մի քիչ բան է լինում,
Բայց հետո դարավ այնց որ արդեն իմ համար մեկ էր 100 հոգի կլինի 1000 հոգի կլինի ես այդ երգը երգում եի վсё ու դրանից հետո ալբոմ եղավ Սերժոն DJ Սերժոն հավաքեց բոլոր արանժիրովկեքը սախ երաժշտությունները էլի հաջող շատ եղավ աշխատեցինք ալբոմը հանեցինք դրանից հետո համագործակցություններից Լիլուի հետ համագործակցություն եղավ էլի ինքը սիրային ոճի մեջ էր рэպը բայց էլի տարածում ստացավ հետո Ֆրանսիա հայ рэպեր կար Արարատ 94 Սոնե Սիլվերի եկչուի կար արեցինք դուետ ու տեսահոլովակներով էր արդեն ժամանակ չկար ոչ մի բան մենակ երգին էի դրված էլի երգ ամեն ինչի մասին մոռանալով անձնական կյանքը մոռանալով որ այտենց տունքի չգալով դրսի փողոցում էի շատ էլի կա նման տեսակետ կա նման ասեկոսեների շարք որ մարդիկ ովքեր մատուցում են рэպ իրենք ապրում են դրսով իրենք գիշերային մարդիկ են իրենք վատն են իրենք միշտ թմրանյութի ազդեցության տակ են արի այդ մասին էլ խոսենք կարճ իրականությունը հա ոչնա թելադրում այդպեսին լինել ինձ թվում է երբ որ դու օրինակ այդում ես օրերով ստուդիայում ես լինում նու рэպը գիտեք ոնց է ինքը որ գնում ես ձայնագրվելու նես չի դու գնացիր դու գիտես ոնց պետք է լինի հեսա սենց երգդ կերքես ֆալշերը կհասկանաք եթե բան մի հատ կփորձես վсё լավա երգդ վաղը չես որ պատրաստ կլինի կուղարկեք մեյլիդ վсё Դե նստ մուսակա ես ասենք իմ երգերի մեծ մասը հենց տեղում եմ գրել այսինքն ես չեմ կարող նստեմ ինձ ստիպեմ որ ես պետքա հիմա բան անեմ երգ գրվի դի պետքա իմ ցանկությունն ինչ որ բան լինի որ էտի անկեղծ լինի էլի մեծամասնությունը տեղում ա եղել ստուդիայում են հենց ասենք տենում ենք տղեկով հավաքվում ենք ասենք ասել խոսալ ասկսում բան արդեն երգը հանգնում է երկրորդ պլան հետո մենք արդեն այդ խոսակցությունից հետո բերում ենք երգը առաջի պլան արդեն դե շատ ուշ ժամ է դե իմ կա տեսման վիսկի ժամանակի մոտ տենց շատ էր ու արդեն տրվում ես process-ին այսինքն դու գնում ես ելի երգ ձայնագրելու դու ասում ես բայց ես այն վիսկին որ խմում էի ավելի լավ էր ստացվում այսինքն դու սովորում ես դրան ուրիշ մի հատ բան է որ դու էդի թելադրես երգերում էլ ես հասկանում եք հիմա ինձ շատ մարդ ասում է բայց այն վաղ դու սենց էիր ասում հիմա խես սենց մտածում հենց այդ է տարբերությունը որ այն վաղ ես պուճուր էի իմ մտածելակերպը այդ ձև էր հիմա ես մեծանում եմ հասկանում եմ որ շատ բաներ կա որ ճիշտ չէր ու դա պետք է ընդունես այսինքն քո համար պետք է ընդունես որ քո կյանքում ավելի լավ ամեն ինչ լինի ես օրինակ ծխախոտե չեմ ծխում հիմա ասենք արդեն համարյա 2 տարի չեմ ծխում խմել առիթից առիթա ու ոչ մի վատ բան չեմ անում ընտանիքին նվիրված տղա եմ այդ այն դաթարով էր պայմանավորված որ դաթար վերցրեցիր իմ ամուսնանալու process-ից ասեմ ես 21 տարեկան էի երաժշտության մեջ էի արդեն մի քանի տարի երաժշտության մեջ արդեն սա գիտեն sense ամեն ինչ լավ էր բայց մի հատ պահ եկա որ ես հասկացա որ արդեն էլ այդ չեմ ուզում ես ինչի սպառել էիր քեզ թե հոգնում էի շատ էի հոգնում ամեն նոր ասելիք չունեիր թե ամեն դեպքում հետաքրքրություններդ արդեն դեպի ընտանիք էր մենք մի քիչ առաջ խոսում էինք որ այն դու պետք է ասես ինչ ուզում են լսեն ես հասկանում եմ որ հա ես կարամ թազաբան գտնեմ ասեմ ինչ ուզում են լսեն տենց էլի բահվի այդ ամեն ինչը բայց ես չէի ուզում այսինքն դա ես այն մի քանի տարին արել եմ այն ինչ ուզում էի բայց ես հասկանում եմ որ ես արդեն մեծանում եմ տարիքային իրանց դուր ա գալ այն ինչ ես անում էի բայց ինձ արդեն է դուր չի գալի բայց եթե ես սկսեմ ուրիշ անել ինչ ինձ ա դուր գալիս այդքան չեն լսի այդ գիտակցությունը դե որ այդքան չեն լսի ու այնց պահա գալիսի մեջ որ ես հասկանում եմ պես կարող է իմ ժամանակն ընտանիք կազմելու մտքեր ա հələ որ ես ակա որ եկա տուն տանեցիներիս ասացի որ ամուսնանում եմ չհավատացին ոչ մեկ չէր հավատում էլի ինչ դուր ամուսնանալու այս վիճակն է բայց այդ ամուսնանալը իմ կյանքում ամեն ինչ փոխեց sense գլոբալ սախ փոխվավ դեպի լավը ամեն ոնց որ էտինես մի հատ բան էր ոնց որ Աստված դա աներ որ ամեն ինչ այն ինչ վատ բան եղել է բոլոր վատ բաները փառատվեց սաղ լավը լինի
Դրանից հետո մենակ ուրախալի էր ամեն ինչը։ Պրոստը ես կարացա այնց ռեպից դուրս գամ, բայց ռեպի մեջից չէ, էլի, այնց հա հետապնդում է ինձ։ Դրա համար վերադարձ եղավ։ Հա։ Նույն վերադարձնել ես իմ պատկերացմամբ գիտես ոնց է, ես սիրում եմ ռեպը։ Այսինքն ես սիրում եմ հենց իմ պատկերացած ռեպը մատուցեմ, որը կարող է այսօր քիչ լսեն, հասկանում ես, այսինքն ես կարամ նես բան անեմ, որ շատ լսեն։ Ես նույն Աստծուն փառք նույն դուետներ կարանք անենք տարբեր արտիստների հետ, էլի լիքը լսեն, բայց իմ ուզածը չի լինում, դա հասկանում ես, այն որ հա կանենք, հա կլսեն, հա կգրեն տակ ինչ լավն է, տակը կգրեն, վայ հետ եկար Արշչան, վայ ցավը տանեմ, լսում էին քեզ։ Ինձ հիմա շատ մարդիկ էդ է ինձ ուրախացնում, որ չեն մոռանում։ Տես այսօր կարող է մի հատ արտիստ լինի, մի ամիս բան չանի, ես դուրս եմ գալի մարդիկ մոտիկանում են ու արդեն մեծ տարիքային են, կան որ արդեն ընտանիք են կազմել, կայացած մարդիկ են։ Այն ժամանակվա երեխաները Մենք երգերի տակ ենք մեծացել, ախպեր, շատ ենք լսում, հալալ էր ձեզ, ու լիքը հարց կա, որ ասում են, երբ ես թազեն անելու, մի հատ թազա բան արա լսենք։ Այսօր գիտես ոնց է, այսօր քո ասած մարդկանց շատ են լսում։ Ու ես տղեկին вообще չեմ մեղադրում։ Իրանց քիչ թե շատ իմանալով իրանք անում են ինչ ուզում են անեն, այսինքն ես չի իրանք ձև են թափում։ Իրանք էդի չեն անում, որ պետքա տենց անեն։ Այսինքն դա ավելի վատ է իմ համար, գիտես։ Ունեմ երկարվեստում, շոու բիզնեսում ընկերներ, հրաշալի արտիստներ, ովքեր ցավոք սրտի այսօր երգում են երգեր, որոնք հեչ իրանցը չի, հա, իրենք դա անում են կոմերցիայի նպատակ հետապնդելով, այո, որպեսզի կարողանան ապահովեն իրենց ապրելակերպը, բայց անձնական զրույցներում էլ ասում են, դե անում ենք, որովհետև այսօր դա են ուզում, բայց դրան զուգահեռ անում են նաև որակյալը։ Հիմա այ որ դու ասում ես իրենք անում են դա, որովհետև իրանք են ուզում հենց տենց, դա ավելի ցավալի է։ Դե գիտես ոնց, եթե չլսեն, արդեն կարող է փոխվի պատկերը, բայց իրականության հետ պետք է հաշվի նստես, որ լսում են։ Հիմա նույն ես Միշա եմ լսում, ինձ դուր է գալի իր միտքն է ինձ դուր գալի, շատ հասուն է միտքը, այսինքն հիմիկվա ռեպերներից սկսած ինձանից էլ, չեմ համաձայն չասեմ, ինքը ավելի հասուն միտք ունի, որ կարա արտահայտի, մեծ մարդը կհասկանա։ Կարող է հիմա ասենք 15-20 տարեկան լսի Միշոյի, ինքը ասի ինչ ասում, այդ նույն 15-20 տարեկանը մեծան է, այդ նույն երգը լսի, ինչ էր ասում։ Սա ինչ էր ասում։ Գիտեմ, որ քո շուրջ մի քանի նաև սկանդալային դեպքեր են եղել, չհաշված վերջին տարիներինը, ում էիր խանգարում, ինչու էր կազմակերպվել այսպես կոչված այդ մահափորձը տարիներ առաջ, երբ ուզում էին թույնել քեզ։ Ամեն ինչ գիտեք էլ։ Այդ գիտես ոնց է, ես այդ փոքր տարեկան ժամանակ իմ էգոն շատ բարձր էր, ես ինձ շատ էի սիրում։ Հիմա էլ եմ շատ սիրում, բայց հիմա հաշվի եմ նստում շատ բաների հետ։ Այն ժամանակ իմ հոգս մի հատ սիտուացիա էս կորցնելու բան չունեմ, всё, ես ուշում։ Ունենց էր ստացվում, ես որտեղ էլ մտնում էի, ասում էի, պետք է մեկը ինձ լավ զգա։ Բադ բան չէի անում։ Պրոստը ես պետք է ինձ լավ զգամ, իմ կոմֆորտի մեջ լինեմ, որտեղ էլ լինեմ, լիքը մարդը դուր չէր գալիս։ Այսինքն ես կարայի գնայի օրինակ ինչ-որ կորպորատիվ լիներ, լիքը հայտնի երգիչներ լինեին, իրանք մտածեն, որ ռեպերը էս ինչ, բայց ես ինձ շատ վստահ զգայի ու ազատ, այսինքն վատ բան չանեի, չէ՞ մի բան չարթեի մեկին խփեի, բայց ես այսինքն ես գնահատում, իմ արածն եմ գնահատում, եթե ռեպերը այդ ինչի նշանակում, որ ինքը չի կարա ինչ-որ փոփ երգչուց ավելի հայտնի լինի կամ բան, էլի, ու դա չէր դուր գալի, ոչ մեկի ավելի շուտ դուր չէր գալիս, անգամ իմ հարազատներս մարդիկ կային, ասում են մի քիչ թույլցրա, բան շատ էս աշկին գնում, տենց միշտ այդ խնդրեմ ունեցել եմ, որտեղ լինում եմ, աշկին գնելու խնդրեմ կա։ Լավ, այդ մի անգամ է եղավ։ Արդյոք դա չստիպեց, որ այդ քո ասած թուլացնելը դե ստիպեց, բայց որ նորից փորձ եղավ։ Դե այդ նորիցներից հետո երբ որ դա 1-2-3 եղավ, ես արդեն հասկացա, որ կարող է 4-րդն լինի ու ես չլինեմ։ Անդառնալի լինի արդեն, էլի, հա։ 4-րդն ես չլինեմ, դրա համար ես հասկացա, որ ում ինչ ունեմ ապացուցելու։ Ես հիմա ասենք 28 տարեկան եմ, իմ կյանքիս կեսը նվիրել եմ ռեպին։
ապացուցելու բան չկա։ Այսինքն հիմա այնա որ ես կհանեմ երգ, կլսեն, չեն լսի։ Քիչ թե շատ գիտեն անունս էլի, ասենք որ տան կիմանան, որ տես մարդ եղել է, այդ ինձ հերիք է։ Այսինքն քո արածը միտեղ գնահատվել է, թե քո անունը գիտեն։ Չի կորում, այսինքն հիշում են, հույս ունեմ բոլորը լավ են հիշում։ Այսօր քո մատուցած ռեպով դու ունես այն աուդիտորիան, որով հնարավորություն ունենաս վաստակելու, ապրելակերպդ ոնց ես ապահովում։ Ասեմ, դա էլ հետաքրքիր պատմություն։ Ես շատ sense որ sense ասեմ, ես կյանքում փողային խնդիր չեմ ունեցել, զուտ նրա համար, որտեվ իմ ընտանիքը ապահովում էր ամեն ինչ իմ համար։ Անկամ այդ ռեպ որ պետք է անենք, բաներ, մեր տուն գալիս էին երգիչներ, ասում էին, թող երգի ավելի լավ առաջ կգնա, թող գնա սովորի վոկալային ձայնը բացի անի, ինքը ավելի առաջ կգնա, ավելի շատ փող կաշխատի, մենք էլ դե կօգնենք, հա։ Ես սիրում եի այն։ Այսինքն ես դա փողի համար չէի անում։ Ես իրոք սիրում էի այդ։ Իրոք ուզում էի տենայի դրա մեջ, տենայից ինչ եմ ընդունակ, կոնկուրենցիան եմ ես միշտ սիրե։ Միշտ ինձ ձգել է, որ ես դա ինձ ստիմուլ տալու ավելի աշխատելու, առաջ գնալու։ Դրանից հետո տենց այդ քաղցր է, շատ քաղցր է այդ սկիզբը։ Անգամ որ ես հիշում եմ առաջ անգամ եկանի մեծ նկարվել, բոն դու սաղին պատմում ես ընկերներ եկել են այդպես նկարվել, բան։ Հետո դառնա սովորական, արդեն հետո դառնա հոգնեցուցիչ։ Դա ծանրացնում։ Հետո ասում ես լավ, այս ամեն ինչ է պետք։ Հետո մտածում եմ մասկով պետք է ռեպաներ, որ դեմքս չիմանայի, բայց հետաքրքիր է։ Դե արդեն Արտուրը արել է, Միսթր Էքսն արել է։ Դրա համար չարի էլի։ Հիմա ես այդպես վերադառնում ենք այն բանի, որ ես հիմա կարամ անեմ այն կոմերցիոնը, որ ասենք դաժե առիթների վաղ նորմալ է կընչի, ինքը կպարեներ։ Էլի փողը այսօր դու ռեպով չես վաստակում գումար։ Չէ։ Նայ, ես բան արեցի, հիմա դրան հարադառնանք։ Ես ինձ փորձեցի կրիպտո վիճակների մեջ։ Ոչ թե իմ հետաքրքրության համար, ոնց որ նույն ռեպներ, այտենց հետաքրքրություն նրա սկսվա, որտեղ այն որ մի բանի մասին շատ ես լսում, ինձ միշտ հետաքրքրել է, տենամ էդ ի՞նչ է, այդքան ասում են։ Ու ոչ թե նրա համար որ գումար վաստակեմ, հենց այդ եմ ասում որ կարիք չեմ ունեցել միշտ գումարի, պրոստը ես պահա գալի որ ուզում ես դու ինքդ էլ քեզանով արդեն մեծ տղա ես ու ես սկսա զբաղվել կրիպտո այդ գծերով, դաժե Telegram ալիք բացեցի 300,000 պատվիսչիկ կա արդեն դե լայն լսարան կա դրսից են նայում ու իմ այդտեղ ռուսերեն լեզուն էլ ինձ շատ օգնեց իմացությունը, դե ես դպրոց ընդեմ սովորեն, դե ծնվել եմ, միջև 7-րդ դասարան Ռուսաստանում սովորեցի, այն պոստ գրելուց բան տառը սխալ չանես ու եղավ ու բավականին լավ է գումարայինը դե բայց այդ ամեն ինչ հետ միասին հիմա եթե ես սենց ասեմ դրանով էլի զբաղվելու եմ գումարի աղբյուրն է բայց չեմ կարող ռեպը թողեմ այսինքն ես կարամ մի ժամանակը տրամանեմ լրիվ նրան вообще շատ առնեմ որ լիքը փող ունենամ բայց միշտ սրտիս մեջ պետք է ինձ ընկերներ կան տարբեր սֆերաներից թե քաղաքական են թե երգի արվեստում բան ասում են ախպեր էդ իքոնն է որ ասում են ինձ հարց տալիս ինչով է զբաղվում որ ինչ է խոսում ես ասում են ախպեր էն իքոնն է մի թողենի ինձ եղել են մարդիկ ասում են ախպեր ինչ անենք որ դու երգես այդ վաղտ ասում չեն երգում կարդում են Դա միշտ ինձ են ուղում ռեպը իր մեջ ունի մի առանձնահատկություն որ բարձրաձայնում է խնդիրներ վերահանում չգիտեմ սոցիալական արդարություն մեր շուրջ տիրող լավ ու վատ բարքեր այն ամեն ինչը ինչ տեղի է ունենում այսօր մեր շուրջ մեր սահմաններին ու վարվող քաղաքականության մեջ արդյոք չպետք է իր արտացոլանքն ունենա հայ рэպերների ստեղծագործություններում Դες այդ մի քիչ ցավոտ թեմա է այդ այն հարցերից է շատ քիչ որ ես միշտ լուծումը չեմ կարող գտնեմ դից իմ մեջը մտածում եմ այսինքն ներողություն ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ որ կարող է рэպերը գլուխ գովալ որ
Գիտես, ես բարձրաձայնում եմ հարց, որ սայլակին գամված մարդը ունի հավասար իրավունքներ քայլող մարդու հետ, բայց որևէ անդրադարձ չարվի հայրենիքից պատառիկներ կորցնելուն, հա? Լուրջ։ Նայ, ես գիտես ոնց է մեջս մտածում եմ, իմ համար դա ուղակի երկ չի այդ հանել, այսինքն գիտես ոնց է դու կարաս տենց գրես այդ երգը, կարաս 3 օր գրես, լավ լինի, տենց շտկես ամեն ինչ սիրուն, բայց այդ պիտի սրտից գա, սրտից գիտես ոնց է, ես մտածում եմ այդ հարցի շուրջ ու ավելի ցավոտենա, որ հասկանում որ ես ոչ մի բան չեմ կարող փոխեմ այդ ամեն ինչի մեջ, այսինքն իմ ուժը չի հերիքում այդքան, որ ես շատ եմ ուզում, ես էլ եմ ուզում իմ հայրենիքը տենամ կանգուն վիճակում, մեջք ուղղված վիճակում, սաղ ինչ կա մերը լինի, մեր հին հողերը տան, ես ամեն ինչ ուզում եմ, շատ եմ ուզում, որովհետև ես հայ եմ, այսինքն ու հպարտ եմ դրանով, որ հայ եմ, անկեղծ, բայց տեղեր կա, որ տես հիմա ասում են, վայ հայը, ստեղ հայ են, բայց մենք պետք է վերջապես հասկանանք, որ իտակ քիչ ենք, ու սերունդը կորում, մենք вообще ենք չանում, այսօր պետք է իրար չուտենք, մենք շատ ենք իրար ուտում, հասկանում ես դրա համար Նժդե լավ խոսք ուներ, վախեցի Դավաճան հայից, դա այտենց մի հատ բան կա, պետք է դու, հասկանում ես այդ երգը ես օրինակ որ հիմա նստեմ գրելու, ես կարող լացեմ, անկեղծ, դեմ որ այդ երգը պետք է մի բան փոխի, ինչ-որ մեկին հասնի, այսինքն այն նույն այդ ջահելությունը, որ այդ լսի, իրանց մեջ ինչ-որ բան արթնանա, դու պետք է կպնես այդ դե իմանայի, ջահելության քո ասած զանգվածները, երբ խոսում ես այդ թեմաներից, միանգամից ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց դա քաղաքականություն է։ Արդյոք դա չի օգնի, որ ռեփ լսող մասսան, հա, ով չի նայում լուրեր կամ չգիտեմ, լուրջ զրույցներ կամ ազգային ժողով, այդ միջոցով չի իր մեջ նստված կտա, թե ինչ է կատարվում իր շուրջ։ Նայ, ես գիտես ոնց եմ հասկանում, մենք մեր երեխեքի մեջ պարտավորության պես պետք է սերմանենք այն անունները, ով մենք այսօր կանք, ովքեր պահել են այդ ամեն ինչ որ այսօր լինի, ուղղակի ես շատ ցավոտ է, տենում եմ, որ արժեքներն է կորում, այսինքն ուրիշ հետաքրքրություններ է մարդկանց մեջ գալիս, նայ մեր ազգը խոսք իրավունքն է սխալ հասկանում, Եվրոպա մտնելն է սխալ հասկանում, այսինքն մենակ վատ կետերն ենք մենք քաղում, լիքը լավ բան կա, որ չենք ուզում վերցնենք, ու դա ոչ թե չենք կարում, այլ մենք չենք ուզում լավը վերցնենք, ասենք շատ է եղել դեպքեր, ծխախոտս շպրտում են գետին, ես ինքս ասեմ, հին ասի, բիրտա գցի ախպեր, խիչ ես գցում, ինքը հալարում է, ինքը էտեով է այթալու, կարավ ընդան, այսինքն դու քո երկիրն ես աղտոտում, որտեղ դու մնում ես, էդ էլ հլը քոննա չէ, ոչ մեկ չի վերցրել, բա խիչ ես սպամ, երբ որ քոննա, ծաղկացրու, երբ որ քոննա, եթե դու մոռանում ես, հա քո իմն է էլի, տենց թող մնա, հետո մի օր կարող է զարթես, էլ քոնը չի։ Դու պետք է պայքարես, այսինքն հայրենիքը նրա համար է, որ դու պետք է իր համար պայքարես, իր համար կյանքդ է տաս պետք եղած վաղտ։ Ես այտենց եմ հասկանում։ Այսինքն ես ինձ շատ է եղել, ես միշտ ուզեցել եմ գնամ այդ դիրքերում լինեմ, որտեղ տուն ավելի շատ ես գժվում, էլի այդ բայերի։ Տարբեր լուրեր լսելուց, ընկերներ կան լիքը, շատ հաճախ սխալ լուրեր լսելուց, երբ որ կապի եմ ուզում դուրս գամ, մի հատ ընկերոջը չկա, ինքը մի քանի օր արդեն այդ ապրումները, ասում ես ընդելն եմ, որ տենամ ինչ է կատարվում, ու դեռ ինձ շատ են գալի, ասում էին, տղա ջան, դու երեխեք ունես, բան, ուր է թաց բան, բայց իմ մտածելով, եթե դու երեխեք ունես, հենց այդ երեխեքի համար պետք է գնաս, պրոստը դու պետք է իմանաս իտոգը, իսկ դու ինչի դեմ ես պայքարում, ինչի համար ես դու պայքարում, հասկանում ես, եթե ես պետք է այդ համընդեղ մի հատ սնարյադ ընկնի փախնե, ეხի մեթ ես դե, մնա նայ լուրեր էլի Facebook-ով, բան, լայքի, կոմենտի, այդ կոմենտ գրողներից մեծ մասն է կյանքում չի էդ հա, հասկանում ես ինքը կարա, բայց լավ կարա, ասենք մենք հիմա որ խոսում ենք, մեզ ուղարկի, էլի ասի,
Ինչ եք նստել խոսում, հել եք գնացել, բայց ասենք ինքը, չգիտեմ, տուլայում ու տուապսեում նստած ռուսատար կգրի խայրենիկը սկիրակ։ Դες ես sense ասեմ։ Այն որ խայրենիկը չես Հիմա մենք հասկանում։ պետք է շնորհակալ լինենք, հենց կամերային է նայում, ասեմ, մենք պետք է շնորհակալ լինենք այն մարդկանցից, ովքեր հենց հիմա էլ են այնտեղ պահում, հենց հիմա, ներկա պահին, ովքեր պահել են։ Ես շատ քիչ բան եմ արել այս երկրի համար։ Ես չեմ կարող հելնեմ գլուխ գովեմ, ես եմ արել, եմ արել։ Ես ոչ մի բան չեմ արել։ Լիքը բան կա, որ կարող անեմ ու պետք է անեմ։ Դու քեզ պետք է ստիպես այդ անես։ Դու հասկանում ես, մենակ քո մասին որ մտածես, մենակ դու լավ լնես։ Էդի ժամանակավոր բնույթ է կրելու, հասկանում ես, ասենք դու ո՞ս կարաս օրինակ միտեղ ապրես, 10 հոգի լինի, մենակ դու քո լավ լնես, գաս հայնինի դեմքը տենաս, որ իրանք լավ չի վիճակը։ Դե ցավոք սրտի մեր շուրջ կարծես թե այդ Մեր խնդիրը այնա, որ կամ շատ հարուստ են, կամ շատ աղքատ։ Հա, միջին խավ չունենք, ու երբեք էլ չենք ունեցել։ Ու արդեն բալանս չկա դրա համար, էլի։ Ու պլյուս բանը հայը միշտ կարող է քլնգեն ինձ էս ամենի համար ցուցամոլ է եղել։ Այսինքն մենք հպարտ ենք, ասենց բայց շատ բաներ կա որ չունենք, հասկանում ես։ Ես միշտ սենց եմ նայում, պետքա հզորանաս, նոր քայլեր անես։ Ուժեղացի։ Այսօր կա այդ քայլերը տեսնում ես, կա։ Նայ։ Պետական մոտեցմամբ։ Ես հասկանում եմ ինչ ես ասում, ես սենց եմ համարում։ Ես մի հոգու չեմ մեղադրում։ Բնավ ես չեմ կարող մի հոգու մեղադրեմ, որովհետև այնտեղ նրբություններ կա, իմ համար լավ սենց աուներով չասեմ, իմ համար եթե օրինակ մեկը զինվորական է, բարձր խավի զինվորական է, իրան ինչ հրաման է գա, եթե հրամանը օրինակ պետքա լինի ինչ-որ երկիր կորցնելու, տարածք կորցնելու, ինքը չպետք է կատարի այդ հրամանը։ Ես այդ ձև եմ հասկանում։ Ինքը անգիր գիտի ծակուցուկերը այդ անտառների, ինքը գիտի ինչից ինչ կարա լինի։ Ես ավելի շատ իրան կմեղադրեմ։ Այսինքն պետք է Դե ինքն է կարդարացնի, որ ես պահել եմ զինվորական կարգը։ Այսինքն դու պահել ես զինվորական կարգը, բայց դու չես պահել հողը, որը պետքա պահեիր։ Այսինքն դու զինվորական Բայց պետական մակարդակով մեզ ասել են եկել այն ժամանակը, որ այլևս չպիտի կյանքը տալ հանուն հայրենիքի, այլ պետքա հողը տալ հանուն կյանքի։ Կարա դե ուղիղ ասի աշխատավարձից հավար, որ դե գործի շելն է, բան։ Կարա, բայց որ պետական քաղաքականությունը դա է եղբայր ինչ անես։ Էջ, բայց սենց ասեմ, հնուց է գալիս ախ իմ համար։ Իմ համար ամեն ինչ խնդիր է այս երկրում եղել։ Հնուց միջև հիմա, այսինքն ես շատ բարդ ալնելու, պետք է դզել, բայց էլի, էսի դա է սերունդը նույն տեսանյութերը, որ տարծում են ուսուցչուն, որ երեխեք ես, ինչ ասում, 1000 հոգով արձակվել են մի հոգու վրա, ասեց, այսինքն այդ սերունդը չի կարնա պահի այդ հողը։ Նույն այդ երեխեքը կարան փոխվեն, բայց դա պետքա ստիմուլ լինի, որ իրանք փոխվեն։ Այսինքն պետքա իրանց մեջ արտնանա այդից, իրանք սրտով պետք է ուզեն, ոչ թե իրանք ստիպված, այսինքն ոչ թե օրինակ պետքա գնա բանակ, ասի վայ արա, թամ բանակ, բայց պետքա ուզի։ Եթե չի ուզում, չէ՞ թա, հասկանում ես, այսինքն դա ավելի լավ է, փող տա, չգիտեմ, այնտեղ Դե հիմա օրենք կա։ Հա։ Փող տա, ավելի լավ է տենց։ Գիտես ոնց այն որ բանը ավելորդ բեռը պետք է չդառնաս դու նույն այդ պատերազմական ժամանակները որ գնաս մարդիկ կռվում են դու այդ հաս կողից քո հարցերով ասենք ոչ մի բանից գլուխ չես անում դա ավելի շատ խանգարելու ես ամփոփելով մեր զրույցը ար երբ նայում եմ քո նկարները կան այնտեղ նկարներ որտեղ մտերմիկ միջավայրում ես իշխող խմբակցության մի քանի կարևորագույն դեմքերի հետ։ Դրան զուգահեռ նայելով քո վերջին տեսահոլովակներից մեկը դու ռոպագանդում ես հայրենիքի համար կյանքը տված մարդիկ, Ռոբերտ Դաբաջյան, Նժդե Անդրանիկ, բառերիդ մեջ էլ ասում ես Շուշիա, Շուշա չի։ Էլ եմ ասում Բայց այն մարդիկ, որոնց հետ շփվում ես, ասում են Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Դա բախում չկա։ Այդ մարդկանցից ումից դու խոսում ես, Հայկի մասին լավ ասեմ, սենց ու։ Ամենայն հարգանքով ուղղակի գաղափարական։ Հայկին 10 տարուց ավելի ճանաչում եմ, երբ որ ես ամեն ինչ չկարել, որպես ընկեր, շատ տարիների, շատ դժվարություններ էլ անցած իրար հետ, այսինքն իրար հետ ապրած կա։ Իրականում ինքը որ իրան ճանաչող մարդիկ ինձ թվում է ոնց որ է սաղ կասել ինքը շատ հայրենասեր է
իրականում։ Ինքը շատ նվիրված ընկեր է, էլի իրականում։ Ինքը նույն Հայկն է, որը 10 տարի առաջ էր իմ հետ շփման մեջ։ Ինքը կարող է ուրիշների հետ ինչ-որ ուրիշ ձև լինի, կարող է ուրիշները ինչ-որ մոմենտ կատե, որ տենց է, բայց ես ոչ մի բան չեմ փոփոխություն նկատել։ Ինչը վերաբերվում է հայրենիքի հարցերին, այնտեղ իմ կարծիքով անձնական, երբ որ գնում են օրինակ կառավարիչներ իրար տենալու չէ, կամերաներ, հարցազրույցն է, այն ինչը տենում են TV-ով, իմ կարծիքով էդի աբլոշկեն է, որը պետքա տենան մարդիկ, բայց այնտեղ փակվում է դռները, ուրիշ քննարկումներ է գնում։ Ու իմանալով մեր երկիրը, որ այն հզորությունը չունի, որ sense գնա քացով դուրը բացի, ասի ինչ ա գնում, այդ փակ դռների հետևում ինչ ա գնում։ Այս այդ փակ դռների հետևում մեզ պարտադրում են, ինձ չի թվում, որ նույն հիմիկվա իշխանությունը ուզում է ինչ-որ բան ավել տա։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Այդտեղ, բայց ինձ թվում է մեր ցանկությունն էս չի բոլորը տենց հարցնում են դուք ինչ եք ուզում։ Հասկանում ես, մենք հիմա այն իրավիճակում ենք, ես տենց եմ մտածում, ես որ ղեկավար լինեի, ես ոտելն կընկնեի բոլորի։ Անկեղծ եմ ասում, թեկուզ թող ասեն ինքը չուլա էս այնա, իմ հայրենիքը պահելու համար, իմ հողերը պահելու, իմ երկիրը պահելու համար, այսինքն հասկանում ես, դու կարաս դες քո գլուխ դες բարձր նստես, բանտես խոսած կմարգաս, մեկ էլ ասեն դե որ տես բարձր նստում էր, հեսա տես ինչ ալնում։ Դրա համար մենք պետքա ամեն ինչ անենք, որ խաղաղություն ստեղծենք։ Հասկանում ես, ես թշնամի հասկացողությունը, հա, այդ դարավոր է կածամ եմ, ոտ հասկանում ես, քանի արդեն այդում է, դա չի բրծնում։ Բայց մենք պետքա մի հատ կարևոր բան հասկանանք։ Մենք շատ քիչ ենք հիմա, կորցրել ենք արդեն լիքը։ Ու ավելի ցավոտը գիտես, որնա որ մենք կորցրել ենք տարիներով։ Սերունդ ենք կորցրել ու հիմա մի հատ հարց ինչի համար։ Հասկանում ես, այդ մի հարցն է։ Այս մարդիկ սաղ մեր որ ունենանք Արցախ, որ ունենանք Սյունիքում ապրող անվտանգ քաղաքացի։ Ես քո պատասխանները տալիս եմ, թե ինչի ենք զոհեր տվել։ Հա, բայց այդ մարդիկ ովքեր զոհվել, բայց ես վերջում էլի զոհեր տվեցինք, հիմա չունենք Արցախ, ունենք Սյունիքում ադրբեջանցի, Ջերմուկում ադրբեջանցի, ու ամենայն ցավով եմ ասում, հա, 2 օր առաջ նայում էի Տիրանայում Հայաստանի պատվիրակության ղեկավարին, ոնց էր շփվում Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Իմ համար շատ ցավ էր, թե ոնց կարա Էրդողանը ասի արի հլը, չեմ ընդունում, ցավ է իմ համար էդի, հասկանում ես։ Շատ հիմա գնալ անգամ այդ ճանապարհով խաղաղություն խնդրում են, թե պարտադրում։ Պարտադրում են ուժով։ Բայց մենք չունենք այդ ուժը ցավոք։ Լավ, բայց ինչ էր տարիներ առաջ նույն Իլհամ Ալիևը հոկտեմբերին իր կառավարության նիստում ասում, որ փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ քիչ չճանաչեց։ Դա Իրանք չկարացան ստիպել։ Չէ, Մինսկի խումբը ամեն ինչ անում էր։ Իտոգը, վերջը։ Նայ, հիմա իրանք ես էցեմ նա։ Իտոգը տեսանք, որ 18 թվականին մարդ կար, որ գոռում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հիմա ասում է Արցախ, ներողություն, Ղարաբաղը Ադրբեջանը եւ վերջ։ Նայ, հիշում ես ռեպից որ խոսում ենք, ասում ենք ինչը ժողովրդին դուր գա։ Ինքը որ 2018-ին այդ ասում էր, բոլորն ասում էին ջան։ Հա։ Այսինքն ոչ մեկ չէր ասում, ի՞նչ ես ասում։ Բայց իբրև դիվանագետի դա ժողովրդի ցանկությունը ապահովելու, այսինքն լայն զանգվածներ քո շուրջ գրավելու համար արդյոք դու պիտի դիվանագիտությունը տանուլ տաս։ Քեզ չի ասում, որ երբ որ դու փուճուրը տարիքում իմ ռեպի վախտ է, որ ինձ շատ են սիրում, արդեն ես տարել էր էյֆորիայի մեջ էր։ Ինչ կա, всё, այսինքն էլ չի նելու ուրիշ ձև։ Հիմա սենց է, նայ, Ալիևը ես չեմ կարող մեղադրեմ իրանց մի բանի, իրանք ճշնամի են։ Իրանք անում են ինչ իրանց շահեկան է, իրանց երկրի համար, ինչը մեղադրես։ Ճիշտը խոսանք, էլի լիքը մարդ տեղերս քիչ չգիտեր, ոչ հուշի տեղը գիտեն, միջև էս պատերազմը չէ, ուսքի չգիտեն ուր դե է դա, երկրորդ էլ որ նայում էր ինչ վիճակում է։ Լավ 30 տարի ձերն էր։ Հիմա ծորտ ընկեի գոնը մի բան ավելացնեի կտա հասկանում ես։ Չեմ համաձայնի։ Երևանի հետ համեմատած Շուշին ու Ստեփանակերտը ես ունեի հյուրեր, որոնց տարել էի,
ու ծխախոտի մնացուկ գետնին չէիր գտնի։ Բայց մենակ Շուշին ու Ստեփանակերտը չեմ ուզում իրան անդրադառնամ, ասում էր բանա, իհարկե ճիշտ է, քոսոտ տեղ էր։ Դե Կոնդի եկեղեցու հետևի հատվածում շատ քոսոտ տեղ է, բերեք տանք։ Ես նայ, գիտես ոնց։ Արի այս թեման եզրափակելով, որովհետև արդեն կարծես քաղաքականի ենք տանում։ Մի հատ վերջին հարց եմ տալիս ու ավարտենք։ Քո գաղափարները ինձ համար ընդունելի են, հարգելի են։ Նույնն էլ քո։ Բայց մեկը ես իմ հարցի պատասխանն եմ ուզում ստանալ։ Մարդիկ, որոնք այն թիմի անդամ են, ովքեր համարում են Արցախն Ադրբեջան։ Քո այդ վերջի երկի հետ կապված զրույց ունեցել ես, տարակարծություններ չունեք իրար հետ, որպես ընկերներ։ Արի առանձնահատկություններ տալու։ Դե արդեն դու տվեցիր, ես չեմ տվել, դու ես տվել։ Այդ տեսալովակի անգամ դրոշը այդ թիմի անդամներից մեկն էր տվել ինձ։ Երկար դրոշ որ կար Հայաստանի, ասեց բաներ կա, նայ այդ որ ասում եմ, ես էլ ասեմ ու կվերջացնենք, որ ասում եմ տեղեր կա առանց կամերաների զրույցներ, բան, տեղեր կա, որ մենք շատ ենք ուզում մի բան լինի, բայց մեզ ուժերից վեր է այդ, ես ոնց ասում եմ, ես չեմ կարա այդի փոխեմ, ինչքան ուզեմ։ Իրանց մեջ էլ կա, իրանց չի, իրանց մեջ չկա հայրենասեր մարդ։ Նույն ես սենց ասեմ, նույն Հայկը սենց ուղիղ ասեմ, ինքը շատ է մտածում երկրի մասին, ինչ էլ ասեն, ինչ էլ խոսան, ես այդ մարդուն 10 տարի է ճանաչում, հասկանում ես իրան գիտեմ։ Ռանդևուի այս հատվածում բլից ինչի համար ես ափսոսում։ Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, ուրեմն տենց էր պետք, ինչ էլ եղել է։ Ինչը երբեք չես ների։ Դավաճանությունը։ Եթե հնարավորություն ունենաս կյանքիցդ մի հատված խմբագրելու ու դեն նետելու, որը կլինի։ Չկա, ամեն մեկի իր էմոցիաներն ու ապրումներն ա եղել։ Թեկուզ վատ, թեկուզ լավ։ Ստատուս սա էլ կանցնի, այո, թե որ խոսք է։ Պատմություն կա, դրա այդ համ ուրախ ժամանակ, համ տխուր ժամանակ կանցնի։ Կա մարդով քո մասին գիտի ամեն ինչ։ Կա։ Ով։ Մայրս ու կինս։ Ես այդ մարդկանց եմ մենակ վստահ։ Իմ կյանքի կանայք են, էլի։ Այսինքն ամեն ինչ կվստահեմ։ Այն որ սենց սիրտս բաց вообще զրամբողջ 1% կասկած մեջ չլինի, որ ես կարամ այն որ ասում եմ ների դավաճանություն տես բան լինի։ Այդքան է, բայց շատ քիչ մարդկանց հետ եմ բացվում, անկեղծ ասեմ, ցած միշտ փակ եմ շատ լինում։ Ոնց ճանաչում այլ։ Վերջի անգամ երբ ես արտասվել։ Պատերազմի վաղ։ Անկեղծ։ Ես արտասվելը բաներ են, իմ մեջ փոքրուց որ սերմանում էին դպրոց գնալուց, կյանքում չլացես, տենց ով քեզ նեղացնի չլացես, ստաղավարի ցավայ չլացես, իմ մեջ ուտի բաներ ես կյանքում չպետք է լացեմ, բայց բայր է գալի, որ էդի պետք է դու լացես, որ հոգիդ մի քիչ հանգստանա, որտեղ ես այդ վախտերը կողո գժվեի։ Անկեղծ եմ ասում, տենց ես ընկերներ ունեի, որ հասկանում ես իրանց հետ էս ամեն օր, մենք չկան այդ բան ու չկան։ Հարևան ունեինք, մենք կորավ տենց մենք հասկանում ես այն մարդիկ են, որ հայաթես իշտում տենում ես, տենց սա լավ է, եկե չկան։ Սաղի ով մահացել է իրան ծանր եմ տանում, հասկանում ես, որովհետև ես վիշտն եմ պատկերացնում։ Այդ վիշտը քիչ մարդ կհասկանա, այտենց սաղս մենք ազգովի ենք այդ վիշտը տանում, մենք սաղս գիտենք, հարգում ենք, սիրում ենք, բայց սենց ասեմ, բոլորս հարսանիքների քեֆերի ժամանակ այդ կենացը պարտադիր խմում ենք, ամեն թամադայել այդ կենացը ասում է, բայց դրանից հետո քեֆ ուրախությունն է այդում։ Դա կարաս բացատրես, որ իրանք ապահովեցին այդ քեֆ ուրախությունը, բայց գոնե պետք է միշտ հիշես։ Հիշող լինես, այո։ Եթե չհիշար մեր կներես, որ մեկ հայաթից դուրս են գալիս մեր տնից, այնտեղ խաղահրապարակ կա, բոլոր հերոսների նկարները, Մոնթե, Անդրանիկ, Տիգրանից, ով կա նշտե, սաղի նկարները իրանց պատմությամբ, սենց փոճուր տարրով գրած է։ Միշտ դե երեխեքի մանկապարտեզ տանելուց բան, իրանք այդ նայելով, այտենց այդում են իրանց մեջ տպավորվի հետ գալուց, այդում են, որ դա պետք է միշտ հիշել, որ դու քո պատմությունը չմոռանաս։ Դուց ես եղել, դուց ես եկել, ոնց ես հասել տեղ։ Թեկուզ ես նոր տեխնոլոգիաներ, ես թազա TikTok միկրոֆոնների հետ։ Արշակ կա մարդ ում կուզեիր ինչ-որ բան ասել, բայց ցավոք չես հասցրել։ Հա։ Կան մարդիկ, էլի ոնց է դու եք պատերազմական բաների են գնում։ Ում կասեիր։
Ընկերներım ունեցա, ես չեմ ուզում անուններ տամ, որովհետև իրանց ծնողներն էլ են նայելու ավելի նորից հետի ապրել Ինչ են։ կասեիր։ Ես sense ասեմ, լավ, կարող եմ մի քիչ մանկական լինի, բայց այն դաժե որ մի հատ միտը նեղացրել եմ, միտը վատ բան եմ ասել, կներես որ ասել եմ, մենակ էլի հետ արի ախպեր։ Այդտենց։ Արշո, ռանդևուի շրջանակներում իմ նախորդ հյուրը մշտապես հարց է հղում հաջորդ հյուրին չիմանալով նրա ով լինելը։ Նախորդ հյուրս երգչուհի Ռաիսա Ավանեսյանն էր։ Լսենք Ռաիսայի հարցը, վերադառնանք պատասխանելու։ Եթե հաջորդ հյուրը լիներ Սփյուռքի հայ, ինչը կփոխեր Հայաստանում։ Տեղ էլի այդ կարծրատիպն է գալի, ինչ կկարենայի փոխի։ Հասկանում ես, ես ցանկությամբ որ նայես, մարդ իր ցանկություններով այնքան բան կուզի լինի։ Ու դա պարտադիր չի որ ասի լավ ավտո քշեմ, լավ տուն ունենամ, նույն ինքը կարա իր ուզածը լինի հայրենիքի ծաղկումը։ Սենց ասեմ, ես շատ կուզեի լիներ ամերիշ խաղաղ սաղ լավ լինեին իրար հետ, բայց այդ չի կարա անեի մի պարզ պատճառով, դու չես կարա բոլորին փոխես։ Ամեն ազգում, ամեն երկրում, ամեն գյուղում, ամեն հայաթում կան մարդիկ համ լավ, համ վատ։ Դու բոլորին չես կարա փոխես։ Նույն 18 թվին, որ հեղափոխություն էր լինում, բաներ, սա ինչ-որ մի կարծիք էր, չէ՞, արդեն ձևավորվում, բայց դու չես կարա էլի միշտ մենակ այդ լավով է, ասես որ դու մեկին միշտ լավ ասես, Հա, ինքը կկտրվի իրականություն։ Ինքը չկա մեկը հակադարձ։ Հասկանում ես, ու այդ ժամանակ, բայց հիմա այստեղ ֆռում են գալիս ենք նրան, որ դու չես կարա մտնես մարդու հոգին է փոխես, հասկանում ես, դու չես կարա ինչ ուզում ա լինի, ինքը կարող է էйֆորիայի տակ մի բան ասի, բայց հետո ինքը բան անի, ասենց իրան վերլուծի, գա հետ ուրիշ կետի։ Այսինքն ես չեմ կարծում, որ կա մարդ, որ կարա բոլորի մտնի ասենց սրտի մեջ սաղ փոխի իր ուզածով սարքի, այդ ռեգուլիրովկեն տա։ Այդ դրանով է հետաքրքրություն էլ է այս աշխարհի։ Տարբեր են դու իվ համար բան է էլի, ասենց մարդ ամենաշատ ծանր կերպար է вообще ընդհանուր գլոբալ որ նայում ես էլի, ինքը շատ ահավոր բաների ընդունակ, այն բան նամանավանդ կորցնելու բան չունեցող մարդը, բանա ուժ է մտնում այդ մարդկանց մեջ էլի։ Ես միշտ դրա համար ասում եմ իմ երեխեքի մեջ եմ սերմանում, որ եթե կարում ես ուժեղին նեղացնես, ուժեղին նեղացա, թողից ինչ գործ ունես։ Հասկանում ես, դու կարաս օգնես թուրին, ինքը օրինակ այս եվրեյներից որ խոսում են, իրանք խեն համարվում տենց ազգ, չէ՞, տենց Իրանք իրար պահող են։ Իրանք այն տնում են մեկ աղքատը սաղովի, ով արդեն կա իրանց մոտ սաղ լավա կայացած են, օգնում են, հանում են իրանց մակարդակի, սո այն մեկին դրա համար դառնում են իրանք այն ինչ կան։ Մենք է պետքա դրանց օրենք, մենք պետքա անցնենք, գիտես, այն պայից, որ մեկը խանութից տոպրակով հելնում է, նայում են մեջ ինչ է։ Միչև հիմա էդի կա։ Միչև այսօր էդի կա, հասկանում ես։ Կողքինի կյանքով ապրել։ Հա, ու ինքը այնքան բան ունի մտածելու Դες մի ախր։ ցավալի անեկդոտ էլ ունենք, չէ՞, որ ասում այսքանը հերիք չէր հարևանս էլ Mercedes առավ։ Դե տենց անեկդոտ ունեցող ժողովուրդ ենք։ Երեխեք ունեն լիքը բիսեդկից չեն ելնում բան, ասենց ինչ որ մենք այնպես բաների մեջ ենք, ասենց ինչ որ մենտալիտետ է, մերը մարդ ստեղծեմ ենք։ Դրխի ախպեր։ Հասկանում ես, իմ համար լավ է մարդն է, լավ տղա, լավ մարդ է, մարդը իր ընտանիքն է պահում։ Մաքուր մարդը սիրում է իր հայրենիքը, սիրել պարտադիր չէ, իթա սաղին մորթի, ինքը պետք է սրտով սիրի։ Աստծուն պետքա սիրի, հասկաս դու պետքա վախ ունենաս մեջդ, որ բումերանգի պես կյանքում ինչ էլ անես, դու կարող ես այսօր մի հատ վատ բան անես, ասես, հա լավ, всё լավ, անստիկ տարիներ, ասես դու էլի սա ապրես քո կյանքը ընտիր, մեկ է մի հատ անենց այդ բումերանգը ֆռագա, այն բանի համար որ եղել էր այն վաղտ, ու դու բայց միշտ կհասկանաս որ էսի այն էր, դրա պատասխանն էր ախպեր էդի, պետք է չանե ես այն վաղտ, ու շատ ցավոտ ալնում։ Շնորհակալ եմ ու քո հարցը իմ հաջորդ հյուրին։ Կա մեր հյուրի մոտ զգացողություն, որ ինքը էսպայն ապրում է, երկրում ապրե, քշնչում է, իր երեխեքը երևի ընտանիք, հարազատություն, որ կարող է ինչ-որ բայ կորի։ Կա թե չէ, այդ զգացողությունը, տագնապը, վախը։ Շնորհակալ եմ գեղեցիկ զրույցի, էմոցիաների ու անկեղծության համար։ Փոխադարձած դուրջան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Արշոն էր, շարունակեք հետևել 24-ին, կհանդիպենք հաջորդ շաբաթ։